Այսօրվա ակցիան նվիրված է Ավետիք Չալաբյանին առաջին հերթին, սակայն նաև նվիրված է բոլոր քաղաքբանտարկյալներին։ Մենք ցավոք սրտի ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ չգիտեմ, ցավոք սրտի դառել է նորմա ունենալ քաղաքբանտարկյալ։ Հայաստանը այդ առումով երևի նախանձում է իր հարևաններին Ադրբեջանին եւ Թուրքիային եւ փորձում է մրցակցության մեջ մտնել հնարավորինս շատ քաղաքբանտարկյալներ ունենալու հարցում։ Եվ այդ մրցակցությունը սակայն օգուտ հայ ժողովրդի չէ, օգուտ այն իրավիճակի չէ, որ ստեղծվել է Հայաստանում։ Մենք պետք է պայքարենք մեր բոլոր քաղաքբանտարկյալների համար։ Ինչ ենք այսօր հավաքվել հատուկ Ավետիք Չալաբյանի համար, ոչ միայն որ նրա համար որտեղ Ավետիք Չալաբյանը մեր ընկերն է, ոչ միայն համար որ Ավետիք Չալաբյանը հայաքրի քաղաքական լիդերն, այլ նաև այն պատճառով, որ Ավետիք Չալաբյանը այն սիմվոլն է այն մարդը, որ քաղաքական հայացքների, իր քննադատական խոսքի համար պարբերաբար հետապնդումների է ենթարկում այսօրվա ռեժիմի կողմից։ Այսինքն սա ինչ-որ պրագմատիկ դեպքեր չէ։ Ավետիքի դեպքում այս երևույթը արդեն կարելի ասել 4 տարի է շարունակվում է 2022 թվականից սկսված անդադ հետապնդումներ, անընդհատ ճնշումներ, անդադ փորձ անելու դադարեցնել ցույց տալ, որ նա շարունակաբար կարծիք հայտնի եւ իսկ երբ որ կարծիք է հայտնում, ապա դա ընդունվում է շատ ագրեսիվ կերպով, շատ ատելության գեներացիան, որը եւ վերջը ինչ որ կրիտիկական պահին անք փորձում են այդ մարդկանց ուղղակի փակել բանտերում, այդ ազատ խոսքը շարունակաբար հնչի։ Սա է պատճառը։ Եթե մենք այսօր այս թեման մոռացության տանք, ասենք լավ թող փաստաբանները այս հարցով զբաղվեն, վերջը սա իրենց գործն է, չբարձրացնենք այս հարցը, ապա հավատացեք ինձ, մենք կդառնանք կվերածենք կամ Ադրբեջանի կամ որտեղ հարյուրավոր, ըստ օրինակ Ադրբեջանում մոտավորապես 400 քաղաքբանտարկյալներ կան ճանաչված Եվրոպական միության կողմից։ Մենք պետք է հասնենք նա, որպեսզի արևմուտքը եւ ընդհանրապես ամբողջ աշխարհը ճանաչի այն փաստը, որ Հայաստանում սիստեմատիկաբար կան քաղաքբանտարկյալներ։ Հետևաբար, այս պայքարը մեր կողմից օգուտ Ավետիք Չալաբյանին նաև նվիրված է բոլոր քաղաքբանտարկյալներին։ Ախտի բոլոր այն բանտարկյալներին, որոնք գտնվում են բանտերում, որոնք գտնվում են տնային կալանքի տակ, որոնք անընդհատ հետապնդումների, հալածանքների են ենթարկվում։ Այս ամենը պետք է Հայաստանում վերանա։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք ժողովրդավարական պետություն կառուցել, ապա սա ուղղակի ոչ միայն պետք է բացառվի, այլ պետք է քննադատվի հասարակության կողմից։ Հասարակությունը ինքը չպետք է անտարբեր լինի նման երևույթների նկատմամբ։